Երկրի հարցն է երկիր մեդիայի եթերում, այսօր տնտեսական հարցերն ենք քննարկելու, տնտեսագետ Հայակվե վարչության անդամ Հրաչ Կամենդատյանի հետ, պարոն Կամենդատյան, բարի երեկո։ Բարի ձեզ։ Նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ պարոն Հավետիք Չալաբյանի բանտից ազատ արձակվելու կապակցությամբ, փաստորեն խափանման միջոցը վերացվեց, ինչի արդիվ շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Տնտեսությունից բնականաբար պիտի խոսենք, ծաղիկներ, հանքային ջրեր, ալկոհոլային խմիչքներ, բանջարեղեն, հատապտուղներ, գորիզավոր մրգեր, կարտոֆիլ, չորամրգեր, թարմ ձուկ, կաթնամթերք։ Ռուսաստանը մայիս ամսից սահմանափակումներ է մտցնում հայկական գրեթե բոլոր ապրանքատեսակների նկատմամբ։ Դուք հաշվարկ ունեք ամեն տարի ծաղկավաճառները, օրինակ մրգավաճառները, ձկնավաճառները որքան եկամուտ էին ստանում եւ որքան այլևս չեն ստանալու։ Եկամուտի իմաստով մենք խնդիր ունենք գոնե ծաղկավաճառների մասով մոտավորապես 70-ից 75 միլիոն դոլարի կարգի արտահանում է եղել դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա դա չկա։ Իհարկե, գործում է որոշակի ստվերային մեխանիզմ, որի դիմացը պետք է պետությունը հայկական առնի, դա վերարտահանումն է դեպի Վրաստան եւ Վրաստանից դեպի Ռուսաստան։ Սա լուրջ խնդիր է, որտեղ մենք կամա թե ակամա այդ բաժամիջոցները խուսափելու արդյունքում մտնում ենք ինչ-որ ստվերային սխեմաների մեջ եւ պետությունը դրա մասին գիտի եւ պետությունը այդ մասով ոչինչ չի անում։ Ինչ վերաբերվում է ձկնարդյունաբերությանը եւ սառեցրած ձկի կամ կենթանի ձկի արտահանումը, այստեղ գումարները մոտավորապես 48-ից 52-53 միլիոն դոլար են կազմում, ահռելի գումար, եթե հաշվի առնենք, որ մենք ծով չունենք։ Եվ հաշվի առնենք, որ գոնե Սևանում նման ձկնարդյունաբերական հանույթ չկա։ Սա ահռելի գումար է, այս գումարն էլ է այս թեթև ձեռքով կառավարության այդ աշխուժացած այսպես չինովնիկների ձեռքով, չէ, այս գումարը եւս Հայաստան չի գալու։ Իհարկե, նորից այդ գորշ սխեմաների ինչ-որ մի մաս գործում է, բայց այդ ծաղկի դեպքում դա բավական հեշտ է կազմակերպել, կոնկրետ զկան դեպքում դժվար է։ Հատիկավոր, կորիզավոր, մնացած մրգերի մասին, մնացած հատապտուղների մասին, այդ ամբողջ ցանկը, եթե որ իրար գումարում ենք, դա մոտավորապես մի 60-ից 80 միլիոն դոլարի կարգի է։ Ես իհարկե ամեն տարի այդքան։ Այո, ընդ որում վերջին 2-3 տարիներին հատկապես ծաղկի արտահանումը աճեց 150-200%-ով, հաշվի առնելով, որ հայկական կողմը հոլանդական կողմից բերում էր բավականին բարձր որակի սերմային, այսպես ասած, գենետիկան լավացնում էր եւ դրա հետ միասին պայմանավորված թե հաշվենք առնում, որ ռուսական կողմում բազմաթիվ դժվարությունների հետ կապված նույն ռուս արտադրողին ձեռք չտալի այդ արտադրությամբ զբաղվել, չէ, հայկական կողմը լրացնում էր ռուսական արտադրողների, ռուսական ջերմոցային տնտեսության տերերի տեղը։ Այսինքն յուրաքանչյուր տարի վերջին շրջանում Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ներկրված, այսինքն մեր ապրանքատեսակների ներկրման հաշվին ստացել է 60-ից 80 միլիոն դոլար գումար։ Միայն ծաղկից։ Դա միայն ծաղկից։ Դա միայն ծաղկից, եթե իրար հետ գումարում ենք, այդ գումարը բազմաթիվ ճյուղեր եւ ենթաճյուղերով երբ որ հաշվարկ կատարենք, այդ հաշվարկը լինելու է բավականին բարձր 300-350 միլիոն դոլարից ավել։ Բայց այստեղ մենք ունենք մի կարևորագույն խնդիր։ Այս դժվարությունները մեկ սեզոնի չեն։ Այս դժվարությունները չի նշանակում, որ հաջորդ սեզոնին, չէ, պետք է նրանց դիմաց ճանապարհները նորից բացվեն, նույնիսկ ճանապարհները բացվելու պարագայում մենք ունենք խնդիր, որ այդ արտադրողները խուսափելու են այլևս ռիսկային այդ գործունեությունից։ Խուսափելու են եւ շրջանառու միջոցներին տիրապետող այդ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվողներից կալիմաց, ես ասեմ, գյուղացիներ էլ չեն։ Այստեղ ընթացել է գոնե այդ ճյուղերում ընթանում է կենտրոնացում, համախմբում, համակենտրոնացում եւ այս իմաստով, չէ, այդ անձիկ ովքեր տիրապետում են այս շրջանառու միջոցներին, ովքեր տիրապետում են տնտեսվարման այդ մեթոդներին, կապերին տիրապետում են,
նրանք շատ արագ գնալու են, մղվելու են դեպի ճյուղեր, որտեղ ռիսկայնությունը բարձր չէ, օրինակ Երևանի շրջակայքում կամ Երևանի կենտրոնում հողակտորներ են ձեռք բերելու եւ բնականաբար շենքեր են կառուցելու եւ այդ շենքերը քանի որ ոչ ռիսկային են, այդ շինարարության բնականաբար շրջանառու միջոցները հոսելու են դեպի այդ ճյուղերը։ Եկող տարի մենք խնդիր ունենք, եթե այս տարի այս սանկցիաների հետ պայմանավորված կար որոշակի գյուղմթերքի գնանկում, այսինքն նրա գնի որոշակի իջեցում, որը թվում է թե դա բավականին ձեռնատու մի բան է գոնե քաղաքացու համար։ Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները ավարտվելու են դիվերսիֆիկացիայով։ Հիմա հունիս, հուլիս, օգոստոս այս 3 ամիսները ինչ ցույց տվեցին։ Ինչ է հաջողվել անել։ Լոգիստիկ կապերի այդ դիվերսիֆիկայի մասին հայտարարողը դա կիսագրագետ է։ Այդ անձնավորությունը կիսագրագետ է։ Նրա բանասիրական կրթությունը երբեք նա թույլ չի տվել, որ նա ֆինանսիստի, տնտեսագետի։ Բանասերներին եկեք չվիրավորենք ամենայն դեպս։ Չեմ վիրավորում, բայց բանասերը զբաղվում է բանասիրությամբ, իսկ մենք գործ ունենք լոգիստիկայի հետ, լոգիստիկայի մասին մենք փորձում ենք զրուցել, եւ լոգիստիկան դա զարկերակների տնտեսական երևույթների իրականացման։ Այս մարդն ինչ խոսում է, հենված չի ոչ գիտելիքի վրա, ոչ հաջողված փորձի վրա, ոչ աշխատանքային փորձ ունի այս մարդը, եւ ոչ էլ համաշխարհային նետադենք Դավոսում կամ որևէ տեղ ունեցող այդ միջազգային հանդիպումներում նա իր տեղը երբեք չունեցել։ Նա մեկ անգամ է մասնակցել եւ շատ արագ հասկացել է, որ այդ տեղը իր տեղը չէ, որտեղ այդտեղ հանդիպում են խոշորագույն տնտեսական երևույթները առաջ մղող փիլիսոփաները, դա ամենակարևոր հարցերից մեկն է։ Մարդիկ, ովքեր որ հատվածային կամ կետային, այսպես ասած, պատկերացումներ չունեն տնտեսության ընթացքի երևույթների գնահատականի վերաբերյալ, մարդիկ, ովքեր նո խորը գիտելիքներ եւ կանխատեսման ձիրք, որը ձեռք է բերվել ակադեմիական շրջանում եւ հարստացել է իրենց աշխատանքի ընթացքում նաեւ։ Այս մարդը այդտեղ անելիք չունի, նա ում հետ խոսա։ Ում հետ խոսա այնտեղ, լոգիստիկայի մասին ում հետ խոսա։ Իհարկե ոչ մեկի, նրան չեն լսելու։ Դե ամբողջ կառավարությունը միայն ինքը չի, թեպետ այդպես է պնդում։ Կառավարության խնդիրը եկեք անջատենք կոնկրետ այդ անձնավորության աշխատանքներից, իրենց արդյունքները որոշակի, որովհետև մենք գոնե հիմա ունենք երևույթ, ձևակերպված երևույթ, որ կառավարությունում աշխատող 3-րդ, 4-րդ էշելոնի պաշտոնյաները կամ պետական ծառայողները, ասեմ, այս մարդիկ այս ամբողջ իրարանցման ձեռքը կրակն են ընկել։ Այս մարդիկ չեն կարողանում գնան գյուղացու հետ խոսան։ Այս մարդիկ չեն կարողանում ստեղծեն այնպիսի իրավիճակ, երբ երևույթները անընդհատ, այսպես ասած, ձեռքով կառավարման կարիք չեն զգում։ Այս մարդիկ նույնիսկ խնդիրներ առաջանալու դեպքում խուսափում են գնալ գյուղական շրջաններ, ուղարկում են մարզպետների։ Մարզպետներն մենք գիտենք ինչպես են աշխատում, արդեն նրանք ունեն որոշակի բդեշխական, այսպես ասած, ֆունկցիաներ, պետք է իրերը կոչենք իրենց անունով։ Որոշակի բդեշխական, բնականաբար նրանց օգնում է տեղական ոստիկանությունը, օգնում է համապատասխան ծառայությունները, օգնում է նրանց ընդհանրենք բարեկամական, խնամիական, քավոր-սանիկական կապերը, որոնք հիմա ծաղկում են։ Յուրաքանչյուր նման պաշտոնյայի հետևում այսօր մի գիսաստղի պոչ է ձգվում։ Եվ այդ պաշտոնյաներն են ուղարկում, որպեսզի փորձեն մի կերպ երևույթները, խնդիրները, հարցերը պահել կարգավորման ծիրի մեջ։ Այս է ամբողջ խնդիրը։ Մյուս կողմից, եթե Փաշինյանի այդ մատնանշած եւ այդքան չարչրկված դիվերսիֆիկացիան ստացվել է, ապա արտահանման աջակցության ծրագրերը ինչի համար են։ Օրինակ, օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը փոխհատուցում տրամադրել վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մինչև 400 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 դրամի չափով, վերամշակման նպատակով Հայաստանի տարածքից մթերվող դեղցի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 դրամի չափով։ Ինչ օգուտ տվեցին այս ծրագրերը։ Այս ծրագրերը օգուտ չեն տալիս։ Եկեք հարցը փորձենք քննարկել ամբողջ շղթայի մեջ տեղ ունեցող
հերթական գործողություններով։ Հիմնական սուբսիդավորումը, այդ օգնություն կոչեցյալը տրամադրում են որ կազմակերպություններին, չերեր պատրաստող, չորանոցներին, չիրանոցներին, ճիշտ է, եւ տեղափոխող կազմակերպություններին։ Գյուղացիների զգալի մասը բողոքում է, որ այդ գումարներին իրենք մոտիկ նույնիսկ չեն կարողանում գալ։ Հիմա բայց մթերողը մթերում է, արդյունքում գյուղացին պիտի օգտվի, չէ՞։ Մի վարքյան։ Այդ գումարները գյուղացու ակնկալված գնի առաջադրված երևույթից, չէ, մեծությունից բավականին քիչ են։ Էսա խնդիրը։ Գյուղացին դա վաճառել էր 400 դրամով, 500 դրամով կիլոգրամը, այսօր իրեն ասում են մենք քեզ տալիս ենք հնարավորություն, որ դու 100 դրամով չիրանոցին ենթադրենք չիր պատրաստող տնտեսարան հազար, բայց չիր պատրաստող ձեռնարկությունը, եթե անցյալ տարի մթերում էր 500-ով, 600-ով, 400-ով, այսօր ինքը հնարավորություն ունի վերցնել եւ այդ սուբսիդիան, եւ օգտելնացիոն ընդհանուր ճյուղում կա գնանկում, եւ մարդիկ շվարած մնացել են, իրենց սա պատրաստ է արտադրանք չէ, սա կարճ ժամանակահատված ունեցող արտադրանք է, որը պետք է օրերի ընթացքում, 3-4 օրվա ընթացքում հանձնվի եւ արտադրողը դրանից պետք է ձերբազատվի։ Հիմա չիրանոցները օգտվելիս ճյուղի ամբողջական դժվարությունից, չէ՞, ինչ են անում, իրանք հնարավորություն են ստացել բավականին մեծ մարժա ունենալ։ Խնդիրը սա է։ Այն մարդիկ որ ասում են որ տանք չիրանոցին, տանք գործարան, նրանք նույնիսկ չեն հասկացել, որ այս մարդիկ անցյալ տարվա համեմատ մեծ մարժա ունեն արդեն իսկ։ Եվ այս ամեն ինչ որ մենք վերլուծում ենք, մենք հասկանում ենք, որ սա չէ կազմակերպված, չէ պլանավորված գործողություն է, որը որ երևույթների, գիտեք, հրդեհի նման ինչ-որ մի բան է, այս մարդիկ հրդեհը փորձում են, այս շիկացած տափաստանում, այս օջախը մարեն, այն օջախը մարեն, այս օջախը մարեն, այն օջախը, այդ դրա փոխարեն դիվերսիֆիկացիայի բառը եթե արդեն սովորել են, 8 տարի առաջ ինչ չգիտեին, որովհետև վերադառնում նորի ասացին կիսագրագետ են, չեն տիրապետում առարկային եւ կառավարումը, եթե պետք է լինի պարզապես հրդեհաշիժման աշխատանքի ինչ-որ տպավորություն, այդ կառավարումը շատ կներկ ինք իրան էլ կգնար էլի։ Ինք իրան կգնար։ Ռուսաստանից բացի լոգիստիկ առումով որ երկրներն են կամ ուղղությունները մեզ ամենամոտը եւ որ ապրանքատեսակներն են, պոտենցիալ ապրանքատեսակները, որոնք կարող են արտահանել հենց այդ ուղղություններով։ Խնդիրը գիտեք որն է, դուք հարցի մեջ արդեն պատասխանը դրել եք։ Իհարկե մեզ ովքեր են մոտիկ, մեր հարևան երկրները։ Եվ ելնելով դրանից, մեր հարևան երկրները ունեն համարյա կլիմայական նույն պայմանները եւ ունեն գյուղատնտեսական արտադրության կազմակերպման յուրահատուկ իրենց արեալները, խորշերը, ասենց ասեմ։ Եթե ծիրան աճում է որտեղ, աճում է Լևանտի երկրներում։ Լևանտի երկրում, Լիբանանում, Թուրքիայում, իհարկե հայկական հողերի վրա նաեւ։ Մենք պետք է մոռանանք, որ Թուրքիա չի եղել։ Օկուպացված տարածքներ են եւ այդ օկուպացված տարածքների մասին որ խոսում ենք, մենք երբեք չպետք է օգտագործենք թուրքական հանրապետություն, ադրբեջանական հանրապետություն։ Ոչ, դա օկուպացված տարածքներ են, այլ բան է, որ այդտեղ գյուղատնտեսություն է զարգացնում որոշակի Թուրքիան։ Բայց մենք ունենք Հունաստան, Ֆրանսիայի հարավ, Իտալիայի հյուսիս, Իսպանիա, Պորտուգալիա, այս երկրներն են մեզ ամենամոտը ինքնարժեքի, այսպես արդյունավետության իմաստով, եթե մենք հաշվարկենք, որ տրանսպորտային ծախսերը, որը ամենացածրն է մոտիկ երկրների, հարևան երկրների հետ համեմատած, չէ՞, մենք պետք է նրանց վրա հաշվարկ չանենք այս երկրների։ Հատկապես որոշակի իմաստով եվրոպական երկրների, եվրոպական միության մեջ մտող երկրների մի քանի երկրներ անընդհատ խոչընդոտելու են իրենց գյուղատնտեսության զբաղվող ընդհանուր կոմիսարիատ ունեն։ Անընդհատ խոչընդոտելու են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական մթերքը, որպեսզի հայտնվի Եվրոպական միության երկրների դարակաշարներում խանութների։ Իրենց ապրանքը իրենք չեն կարողանում վաճառել։ Իրենց ֆերմերները այնպեսի ուժ են ներկայացնում, որ նրանք օրերի ընթացքում շատ կոնսոլիդացվում են շատ արագ եւ ցանկացած
քաղաքական գործի կամ ցանկացած կուսակցության կարող են պարզապես քաղաքական գործունեությունից դուրս հրել նետել մի կողմ։ Այս է խնդիրը։ Նրանք հայկական ապրանքին չեն սպասում։ Երկրորդ, դրանից զատ, եթե բնականաբար դուք ինքներդ էլ հետևել եք, տեսել եք, որ ինչ որ գովքեր են անում, գնաց հասավ մեր ծիրանը, այսին Վյուրտեմբուրգ հասավ, գնաց հետադենք հասավ Միլան, գնաց Ֆրանսիա հասավ, ես միջեր հասավ, այդ հասնելը դա մեկ կամ երկու կամ երեք լավ 10 ընդհանրենք բեռնատարի խնդիր է։ Ընդ որում այդ ամեն ինչը, այդ հասնելը, հետո իբր թե վաճառքը բավականին բեմականացված մի յուրահատուկ բան է ներկայացում հանրությանը, այն մենք կներկարտացում միամիտ մարդիկ չենք։ Եվ մենք եւ բեմադրությունն ենք տարբերում իրականությունից։ Եվ Ստանիսլավսկու խոսքերը միշտ հիշում եմ, որ չեմ հավատում։ Հիմա նայեք խնդիրը, յուրաքանչյուր հայ գյուղատնտես, որը որ զբաղվում է արտահանման խնդիրներով, նա եթե ես չձանձրացնեմ, հավանաբար այս չափի թուղթ է հավաքելու։ Այս չափի թուղթ է հավաքելու, այդ մաքսային ընդհանրենք հայտարարագրեր, այդ մաքսային հայտարարագին այդտեղ բեռնատարի հետ կապված, բեռնատարի պահանջները, բեռնախցիկի սարցե այդ ամբողջ խցիկի նկատմամբ պահանջները, բերքը երբ է քաղվել, այդ բերքը տեղափոխման ընթացքում ինչպիսի ջերմաշճանով է եղել, հասնելուց հետո դա ընդեղել է չափվում, դրանից հետո ինքը եթե գնա ուշադրություն դարձեք, եթե գնա հասնի դարակաշարին, մոտավորապես 7-ից 8 օր պլյուս 2-3 օր այստեղ ժամկետ կա։ Այս ժամկետում բեռնախցիկը եթե չի պահպանում այդ -2-ից թե -3-ի այս ջերմաշճանը, նա տեղ հասնելուց ամբողջ ապրանքային տեսքը իր կորցնում է։ Դա Եվրամիության անդամ երկրների արտահանող։ Եվրամիության երկրները։ Հիմա բնականաբար մենք պետք է հայացքը նետանք, ասենք, բալավ այդ լոգիստիկան, փաստորեն հյուսիսը ամբողջովին դուրս է գալի, ուր տանենք արևելք, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Կիրգիզստանը մեր գյուղմթերքից արտադրում են բավականին էժան։ Հիմա ամբողջ խնդիրը նա է, որ լավ քաղաքական, ընդհանրենք մարդիկ, ովքեր որ պետք է այս ամբողջի այս երևույթի նույնիսկ հավանականությունը զրոյացնեին, չէ՞, նրանց մեղքով սա առաջացել է, նրանք չկան թեմայի մեջ։ Թեմայի մեջ չկան, բացարձակապես։ Եվ ես պնդում եմ նորից, որ եկող տարի Հայաստանի Հանրապետությունը ունենալու է գյուղմթերքի դեֆիցիտ, գյուղմթերքը թանկանալու է առնվազն 1.5-ից 2 անգամ։ Եկող տարի։ Ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է, որովհետև արտադրողները գյուղատնտեսությունից դուրս են գալու։ Էս է խնդիրը։ Կառավարության ծրագրին անդրադառնանք, որտեղ նաև տնտեսական հավելված կա, տնտեսության մասին իրենց տեսլականը։ Հավելված չկա, ես հավատացնում եմ, այդ նույնը ինչ որ գրում են ամեն տարի, ու գրում են նույն բաժինը, նույնիսկ արտաքնապես այդ մարդկանց ճանաչում, չէ՞։ Այդ նույն բաժինը գրում է, եւ նրանց այդ մտքերը, որոնց զգալի մասը վիճելի են եւ մտքերի հետ կարելի է ոչ թե չհամաձայնվել, այդ մտքերի մեծ մասը էքստենսիվ տնտեսության զարգացման մոդել են։ Այդ բաժինը, որ գրում է այդ ամեն ինչը, այդ մարդիկ, բայց ես հավատացնում եմ, որ ինտենսիվ խորը վերամշակումով, ինտենսիվ խորը կապերով եւ լոգիստիկայով նաեւ ամրապնդված տնտեսության մասին չեն լսել իրենց ամբողջ կյանքում։ Մի օրինակ բերեմ, մոտավորապես 15 տարի թվային արժույթները, կրիպտովալյուտաները, չէ, ամբողջ աշխարհում դա մոտավորապես 2.5 տրիլիոնի շուկա իր մեջ պարունակում։ Հայաստանը այդ շուկայի մեջ չկա։ Պատճառը ո՞րն է։ Պատճառը նա է, որ տանձնավորություններ, ովքեր առաջընթացի ծրագիր պետք է կազմեն, չէ, յուրաքանչյուր տարի մենք գնաճը չպետք է լինի առաջընթացիկ։ Մեր զարգացումը պետք է լինի առաջընթացիկ, այս մարդիկ դրա մասին պատկերացում չունեն։ 600 հոգանոց օրինակ կենտրոնական բանկը աշխատակազմ ունի, կենտրոնական բանկը այդ թեմայից իրեն աբստրահել է։ Չկա դրա մասին հիշատակում, չկա պրոբլեմ, բայց այդ պրոբլեմը դարձել է, եթե Հայաստանը պրոբլեմ է,
ես նկատում եմ հաշվառման, գրանցման, վերահսկողության, դա զարգացած երկրներում, առանձին երկրներում նույնիսկ արդեն ազգային արժույթ դառնալու հնարավորություններ մեջ պարունակում։ Շատ լավ, իսկ այս տողերի մասին ինչ կասեք։ Հայաստանը տարածաշրջանում առավել գրավիչ ներդրումային ուղղություններից մեկը դարձնելու նպատակով կառավարությունը ձևավորելու է պաշտպանված, կանխատեսելի, թափանցիկ, կայուն եւ վստահելի ներդրումային միջավայր։ Հեծը կամ մուլտիվելնեսը միանգամից չի գալիս ձեր աչքի առաջ այս տողերի հարթարի։ Այստեղ գիտեք այդ բաժնի գրածները, որի մասին ես նորից ձեզ ասում եի, այս խնդիրը գիտեք որն է, եթե մենք իմպուլսիվ ռեակտիվ կերպով այս ամեն ինչին պատասխանենք, չէ՞, մենք կսենք որ բառերից կախվել։ Այդ բառերից կախվելը եւ ինտենսիվի փոխարեն ինչ որ բան մտածել, թափանցիկ, բարձորոշ, ես ինչ կարծես ես բառերի հետևից գնալ իրենց այդ բանալ։ Այստեղ մենք խնդիրն այն է, որ մենք իրական պատկերացումից տնտեսության այն ինչպես են խոշորագույն սալեր կան տնտեսության մեջ, որ մեզանից անկախ տնտեսագետներից անկախ նրանք գործում են ապրիորի, չէ՞։ Այս մարդիկ դրանից դուրս են։ Եթե դուք չեք կարողանում լոգիստիկ մի փոքր հանգույց ձևավորեք, եթե դուք չեք կարողանում այս սև ծովում ենթադրենք մի հատ խապ, ենթադրենք ձեռք բերել, պարտատոմսեր գնել, ծովային ինչ որ մի հատ նավահանգստում ներդրումներ կատարել, այս ամիջը դուք չեք կարող ինչ վստահելիության մասին, ինչ թափանցիկության մասին է, եսիմ ինչի մասին է, սա բառերի կույտ է, ես հավատացնում եմ, դրա տակ ոչինչ չկա։ Սա բառերի կույտ է, այդ բառերի կույտը հերթապակերպով եթե ժամանակ գտնեք եւ որոշեք այս ժամանակը անմիտ տեղը օգտագործեք, չէ, իզուր տեղը կորցնեք, անցյալ տարվա, նախանցյալ տարվա, այն մյուս տարվա այս նույն մարդկանց այդ ստեղծագործությունը վերցրեք, կարդացեք։ Ժամանակի բացառիկ կորուստ։ Շատ լավ, իսկ արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն վերանվանելու նախաձեռնության ինչպես եք վերաբերվում։ Ես հանրարդարության ասեմ, որ ուսումնասիրել եմ Ավստրալիայում էլ համարժեք համանման մի նախարարություն կա, արտաքին գործերի եւ առևտրի դեպարտամենտ։ Ես ձեզ Ավստրալիայից օրինակ բերեմ։ Ավստրալիան հանդիսանալով ոսկու արդյունահանման խոշորագույն այս կենտրոններից մեկը, հանքերի պաշարներ բավականին մեծ են։ Ավստրալիան կարող է միջազգային առևտրի մեջ դա իրեն թույլ տալ, ձեր հիշատակած օրինակով։ Պերթ քաղաք կա այնտեղ Ավստրալիայում, դրամատարան կա եւ ոսկու ձուլման, ռաֆինացման ահռելի արտադրություն, ահռելի։ Հայաստանի Հանրապետությունը, չէ՞, ոսկի մոտավորապես 3 տոննա 200 կիլոգրամի չափ ամեն տարի ոսկու հանքաքար կա Հայաստանում, դա ոչ մի կերպ չի ռաֆինացվում։ Հայաստանում ձուլարան չկա, ռաֆինացման արտադրություն չկա։ Հիմա այդ ճռճռան բառերը, որ գրում են, միջազգային առևտուր, չէ՞, նո Ավստրալիա օրինակից զատ։ Այս մարդկանց պատկերացումները քարավաններով, ենթադրենք, բանը կղմինդեր կամ ինչ-որ մի բան տեղափոխելու պատկերացումների մեջ է։ Այս մարդիկ Մետաքսի ճանապարհի ինչ-որ պատկերացումների մեջ է, խնդիրը գիտեք որն է։ Եթե ավելի հասարակ ասեմ, որ ժողովուրդը հասկանա, էլի, եթե դու արտաքին գործերի նախարար ես եւ հանդիպում ես, ենթադրենք Ավստրիայի արտաքին գործերի նախարարին, որը առևտրով իր ամբողջ կյանքով չի զբաղվել։ Որպես կանոն, այդ հիմնական այդ բնակավարում դա արիստոկրատներ են, մեծ մասը, ընտրվողները մեծ մասը, որ կուսակցությունը ուզում է ընդհանրենք Ավստրիայում իշխանության գա։ Արտաքին գործերի նախարարությունը միշտ գտնում է արիստոկրատական ճյուղ, ընդհանրենք հանդիսացող անձանց կամ խմբերի ձեռքում։ Լավ, այդ մարդու հետ ինչ ես քննարկելու։ Ասել ես արի առևտրի այդ քննարկենք։ Ասի անգեր ջան, դու երևի շփոթում ես, դու չես տիրապետում։ Եվ դրանից ելնելով մնացած բոլոր հարցերը, այդ թվում արդեն իսկ արտաքին գործերի նախարարության հնարավոր գործառույթների մեջ մեր կողմից եւ ողջամիտ մարդկանց կողմից պատկերացողը բնականաբար այսօր տուժում են։ Ինչ միջազգային առևտրի բանը գիտեք ինչի մեջ է, ես ավելի հասարակ բացատրեմ։ Այդ ընտանիքը բանի Հայաստանի արտաքին գործերի նախարար աշխատում է։ Միրզոյանին։
Արարատ Արագած, մի խոսքով։ Այս Միրզոյանի ընտանիքը փաստորեն օկուպացրել է, զբաղեցրել է, Օսկանյանի բառապաշարով ասում էլի, զբաղեցրել է արտաքին գործերի նախարարությունը, իսկ կինն էլ զբաղվում է ինչով։ Կինն էլ զբաղվում է ներդրումների, այսպես ասած, կենտրոնի համակարգողն է։ Հիմա փաստացի, սա գիտեք ոնց է, որոշակի պատկերացումները, որոնց մենք մերժում ենք, սրանք փաստորեն ընտանեկան կապալ են ձեռք բերում, եւ ընտանեկան կապալը արտաքին գործերի առևտուր, այս թեմայի տակ փաստորեն sense բան են անում, ձնագնդի են սարքում, սկսում են այդ ձնագնդին գլորել։ Դուք թեպետ իշխանությանը մեղադրեցիք հետադիմական հայացքների մեջ, բայց այդուամենայնիվ կառավարության ծրագրում տեղ է գտել նաև թվայնացման, արհեստական բանականության վերաբերյալ կետեր, շարունակվելու է արհեստական բանականության գործարանների պարտեզ հայեցակարգի իրականացումը, ես շարունակեմ թվարկել, այստեղ ինչ ասես, որ գրված չի, բայց եթե ավելի առարկայական, օրինակ Հրազդանի մերձակայքում բացված Firebird արհեստական բանականության գործարանը մեր տնտեսությանը ինչ օգուտ տվեց կամ դեռ տալու է։ 40 աշխատատեղ։ Իսկ 40 աշխատատեղ այդ գյուղատնտեսական շոկաների, որ ասում են բիրիկնոց։ Մի բիրիկնոց ունեցողը 40 աշխատատեղ ստեղծում է, նվազագույնը։ Ինչ վերաբերում է այդ գործարանին։ Այս գործարանը նա մի բազմաթիվ հարցականերով, սա մի ավանտյուրա է։ Այս գործարանի շրջակա միջավայրին հնարավոր հասվելիք վնասի գնահատականը չկա։ Չկա, պարզապես չկա։ Ես հասկանում եմ, օրինակ Սինգապուրում ժամանակին 50-ական թվականներից հետո, երբ Սինգապուրի թռաշքը նախատեսվում էր եւ պլանավորում է եւ իրականացում են, բազմաթիվ գործարաններ, բազմաթիվ ստանում են բացառիկ արտոնություններ, աշկ էին փակում ցանկացած այդ մնացած միջոցառումներ։ Կոնկրետ հիմա Հայաստանում շրջակա միջավայրի հետ կապված այդ ձեռնարկության գնահատականը գոյություն չունի։ Ջրի հետ կապված մոտապես 2 ահռելի մի քանակ 2 միլիոն տոննա, եթե չեմ սխալվում, լիտր, 2 միլիոն լիտր օգտագործվել է ջուր, այս ջուրը որտեղից են վերցնելու։ Հիմա դեռևս ոչ ոք չգիտի, այս ջուրը օգտագործվել է մեկ անգամ, նորից դա պահեստավորվի, լիցքավորվի, թե չէ։ Մենք Firebird-ի մասին ենք խոսում։ Այո, դրա մասին ենք խոսում։ Չկա ոչ մի ձևի եզրակացություն։ Հաջորդը էներգետիկայի հետ կապված։ Նա ահռելի քանակի էներգիա է օգտագործում, եւ դրա համար մեզ պետք է մոդուլային ատոմակայան։ Մի վարքյան։ Մոդուլային ատոմականները, ասած բան չեն, մի պատրաստի մոդել չեն, որ բերեն միտեղ տնեն։ Մի քանի երկրներում դրա հետ կապված աշխատանքներ տանում են, բայց դեռևս էներգետիկայի միացված չեն այդ մոդուլայինները։ ԱՄՆ-ում 2-3 հատ կա, մնացած տեղերում դեռևս ցանցի միացրած չեն։ Հիմա խնդիրը հետեւյալն է. եթե Հայաստանի Հանրապետությունը, չէ, վաղ թե ուշ մեծամորի ատոմակայանի ծառայություններից հրաժարվել, որտեղ նա վտանգավոր է դառնալու։ Ես երիտասարդ տարիներից նույնիսկ հիշում եմ, որ այդ ատոմակայանը պիտի փակվեր։ Նրա գործողության եւ արտադրության շահագործման ժամկետը արդեն քանիցս երկարաձգվել է եւ ուզենք թե չուզենք, անվտանգությունից ելնելով, էթնոսի նկատմամբ, էթնոսի վրա կախված անվտանգությունից ելնելով, այդ ատոմակայանը պետք է փակվի։ Բայց եթե ատոմակայանը փակվի, այդ Firebird-ը ո՞նց է աշխատելու։ Գումարի հաջորդ հարցը, այդ Firebird-ի մասին որ ասում են 500 միլիոն բերելու ենք, ներդրումներ են, բերելու ենք, դուք տեղյակ եք, որ այդ 300 միլիոնից ավելը հայկական բանկերն են, սինդիկատիվ, Ես որ տեղյակ եմ, այո։ Դուք տեղյակ եք, շատ լավ։ Հիմա խնդիրը նա է, որ այն ինչ որ հրավառության տակ, գովեստի տակ, այդ դիֆարանտներով, այսպես ուղեկցված այս թեմաները, որ բերում մատուցում են, այդ մատուցելուն զատ մենք պետք է աշխատանքներ տանենք եւ մարդկանց բացատրենք այդտեղ եղած եւ բնապահպանական ռիսկը։ Մենք մեր հայրենիքի ընդհանուր մի փոքրիկ կտորից վրա ենք մնացել։ Եթե ասված չարացի մի տեխնոգեն աղետ եղավ, խոշոր, չէ, մենք
Այս ճամպրուկները հավաքելու են գնանք այս երկրից։ Անհնար է լինելու, ոնց որ Չեռնոբիլի շրջակայքում 30 կիլոմետր տարածքով ոչինչ չի ապրում։ Ներողություն իհարկե, բայց Փաշինյանն էլ գրեթե նույն բանն է ասում կառավարության նիստի ժամանակ, ավելի ճիշտ ազգային ժողովի նիստին, բայց այլընտրանքը տեսնում է միայն ամերիկյան մոդուլյար ատոմակայանի կառուցման մեջ։ Ես դրա հետ համաձայն չեմ, բնականաբար, հիմա ասեմ պատճառը որն է։ Իսկ ինչու ենք Հայաստանում եղած ռեսուրսների պայմաններում էներգետիկ մտնում նախագծերի տակ, որոնք պահանջում են ուշադրություն, պահանջում են էներգետիկ մեծ ծախսեր, երբ որ կարելի է դա չանել։ Բնագավառներ կան, որ այդ բնագավառներում ավելի մեծ ծավալի, ավելի բարձր, ավելացած արժեք հեսա ստեղծող բնագավառներ կան, մենք այդտեղ կարող ենք այդ մեր ուժը մղենք։ Մեր խնդիրը, այս մեր ազգի խնդիրը հենց դա է։ Մենք միլիոնավոր տոննաներ երկաթուղով տեղափոխվող հանքաքար չպիտի, դրա մասին չպիտի մտածենք։ Մենք ընդհանրենք տոննաները, տասնյակ տոննանոց ընդհանրենք հաստոցներ արտադրելու մասին պետք չի մտածել։ Մերը պետք է լինի գիտելիքը, մերը պետք է լինի համակարգչային ծառայությունները, համակարգչային այն իմաստով, որ մենք մշակողների խմբերի հետ կապված աշխատանք պիտի տանենք։ Մենք պետք է մտնենք այնպիսի աշխատանքի մեջ, որը չի պահանջում լոգիստիկ ահռելի երկաթուղային ընդհանրենք այս ցանց, չի պահանջում ես իմ պետության կողմից մեծ միջոցներ, մենք պետք է խրախուսենք մասնավորին եւ այս իմաստով մի օրինակ եմ ուզում բերեմ, տարիներ առաջ Binance արժութային, թվային արժութային մի բորսա կա, Չեկմեն է կարծեմ ղեկավարի անունը, դրանք սկզբում աշխատում էին Ճապոնիայում, դրանց պարզապես հեռացեցին Ճապոնիայից, ցանցան քրեական գործեր հարուցեցին, որ դրանք թողին գնան։ Դրանք գնացին Մալթա, 1-2 տարի հետո կենտրոնակայանը Մալթայում էր, բայց ինքը ամբողջ աշխարհում է սփռված այդ վիրտուալ տարածքում։ 1-2 տարի հետո Մալթայից է սրանց Եվրոպական միությունը զանզան սանկցիաների սպառնալիքով Մալթայի իշխանությունների նկատմամբ սրանց այդտեղից հեռացան։ Այս մարդիկ տեղ էին ման գալիս։ Մեղմ ասած, կոպիտ ասած, հասցե են ման գալի։ Հիմա ի՞նչն էր խանգարում, որ դա մոտավորապես 19-20 թվականն է։ Ի՞նչն է խանգարում, որ այդ մարդկանց հետ կապի դուրս գային, չէ՞։ Այդ բանը տային, այդ հասցեն տային Հայաստան։ Այդ մարդիկ խոստանում էին, ընդ որում բավականին ավելի մեծ թվեր են խոստացել, մի քանի 100 միլիոն դոլար մենակ պետք է տային այդ հասցեի համար։ Մենք ումից ենք վախենում։ Մենք Եվրոպական միության սանկցիաներից ենք վախենում։ Դա արժույթի հիմնադրամից ենք վախենում։ Ումից ենք վախենում։ Է վախենալու մենք երբեք այս ստարտային վիճակում ոնց ասած կքանստել ենք, այդ նույն վիճակում կմնանք, մենք երբեք ստարտից չենք փոխվի։ Պետք է համարձակ տնտեսական ծրագրեր իրականացվեն, եւ այդ տնտեսական ծրագրերը չպիտի լինի զանազան քյալագյոզություններ, ժողովրդի լեզվով ասած, պիտի լինի հաշվարկած, բայց դեպի տեխնիկական առաջընթացի վերջը տեսնող հայացքներով։ Շնորհակալ եմ։ Համեցեք։ Երկրի հարցերին պատասխանում էր Հայ Ակվե վարչության անդամ տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։